Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 4 մարտի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզում հաստատված արցախցի երիտասարդները հնարավորություն են ունեցել վերամասնագիտանալու եւ իրենց սոցիալական կարողությունները հզորացնելու։ Նրանց համար կազմակերպվել են տեսական եւ գործնական դասընթացներ մասնագիտական 3 ուղղություններով։ Գավառ, Սևան, Մարտունի համայնքներում հաստատված արցախցի 20 երիտասարդ վերամասնագիտացման, նոր հմտությունների եւ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն ունեցավ։ Գավառի համայնքային զարգացման կենտրոն նախաձեռնությունն իրականացրեց Արցախահայերի ինտեգրում եւ համայնքների զարգացում ծրագիրը։ Երիտասարդները մասնակցեցին տեսական եւ գործնական մասերից կազմված 12 դասընթացների։ 3 հիմնական ուղղություններով SMM, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում եւ հրուշակագործություն։ Կարծում ենք, որ շատ հաջողված է ծրագիրը։ Ծրագիրն իրականացրել են Գավառի համայնքային զարգացման կենտրոն եւ իգործ նախաձեռնությունների համատեղ ջանքերով։ Ծրագիրն իրականացվել է Strive ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության եւ մի շարք համագործակցող հասարակական կազմակերպությունների։ Եվ կարծես թե մենք ծրագրի շրջանակներում դարձանք գործընկերներ։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը կայանում է Գավառի պետական համալսարանում։ Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնակիցները կարևորում են ծրագրի իրականացումը արցախցի ընտանիքների սոցիալական հզորացման առումով։ Ներկայացվում են ծրագրի յուրաքանչյուր փուլում կատարված աշխատանքները։ Strive-ի մի խոշոր կոմպոնենտ է, բաղադրիչ է արցախցի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված ծրագրերի իրականացումը եւ ահա այս ծրագրի շրջանակներում մենք տրամադրել ենք շուրջ 380,000 եվրոյի գումար տարբեր հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների եւ նախաձեռնող խմբերի իրականացնել ծրագրեր, որոնք փոքրինչ կմեղմեն մեր հայրենակիցների կարիքները։ Գավառի պետական համալսարանում արդեն սովորում են Արցախից բռնի տեղահանված ավելի քան 30 ուսանողներ, որոնց կրթական կարիքներ, ինչեւ նաեւ սոցիալական խնդիրներ գտնվում են Գավառի պետական համալսարան եւ Ռոհտորի անմիջապես ուշադրության կենտրոնում, եւ այս դեպքում, երբ որ այս ծրագրի մասին լսեցին, բնականաբար Գավառի պետական համալսարանը մեծ ողջունությամբ պետք է ողջուներ եւ հնարավորինս աջակցեր ծրագրի կատարմանը։ Համալսարանը իր հասարակական պատասխանատվությունից ելնելով իհարկե պետք է կարևորի նաեւ արցախահայության կրթության, շարունակական կրթության, ինչպես նաեւ փափուկ հմտությունների փոխանցման խնդիրը։ Վերամասնագիտացման դասընթացների մասնակիցները կամավորների օգնությամբ նաև կազմում են CV-ներ եւ պորտֆոլիոներ գործատուներին ներկայացնելու համար։ Ծրագիրն իրականացնողները գործակցում են միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի եւ տարբեր բիզնեսների հետ համապատասխան թափուր աշխատատեղերում ծրագրի շահառուներին ներգրավելու համար։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մի շարք երիտասարդների ձեռք բերել փափուկ հմտություններ, որոնք էլ կարող են օգտագործել հետագա իրենց կարիերայի զարգացման ընթացքում։ Ես ընտրեցի սոցիալ մեդիա մարքեթինգը, մարքեթինգի ոլորտում բազմաթիվ այսպես մեծ ընդլայնված աշխարհ է եւ ընդգրկվելով այդ ամեն ինչի մեջ մենք ունեցանք բազմաթիվ հնարավորություններ, ինձ եւս ստվեց այդ հնարավորությունները, որովհետեւ ես հետագայում արդեն սկսեցի աշխատել այդ ուղղությամբ։ Եվ մեր կամավորների եւ մեր նախաձեռնող խմբերի անդամների ջանքերն էին ներդրվել եւ այսօր շատ հաճելի է, որ արդեն որոշ առումով մենք տեսնում ենք աշխատանքի արդյունքը, այսինքն մեր մասնակիցները ունեն որոշակի հմտություններ եւ գիտելիքներ եւ աշխատաշուկայում իրենց ավելի մրցունակ կարող են համարել։ Արցախահայերի ինտեգրում եւ համայնքների զարգացում ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում շահառու երիտասարդներին հանձնում են մասնակցության եւ մասնագիտացման հավաստագրերը։ Միջոցառման բովանդակային մասը հարստանում է Գավառի պետական համալսարանի թանգարան կատարած այցով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառ համայնքի դպրոցներում իրականացվել է սովորողների, նրանց ծնողների եւ ուսուցիչների մեդիագրագիտության մակարդակի բարձրացման ուղղված ծրագիր։ Ոլորտին վերաբերող գիտելիքների յուրացումը ծրագրի շահառուներին հնարավորություն կտա իրենց գիտելիքները հասակակիցների շրջանում տարածելու եւ համացանցից օգտվելն առավել անվտանգ դարձնելու։ Գավառի համար 7, 8, Նորատուսի համար 2, Լանջաղբյուրի եւ Ծովազարդի միջնակարգ դպրոցները դեկտեմբեր ամսից միացան սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպության մեդիագետ ծրագրին, բարձրացնել դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների մեդիագրագիտության մակարդակը, համացանցից օգտվելը դարձնել առավել անվտանգ եւ ապահով։ Ծրագրի առաքելությունն է նախ վերապատրաստման դասընթացներ անցկացվեցին մանկավարժների համար, ովքեր էլ իրենց դպրոցներում ձևավորեցին մեդիա ակումբներ 8-րդից 11-րդ դասարանցիների եւ ծնողների ներգրավմամբ։
Մենք խոսել ենք այնպիսի թեմաներից, ինչպիսիք են գաղտնիության պահպանումը համացանցային հարթակներում, ֆիշինգից պաշտպանվելու մեթոդները, ինչպես թվային հարթակներում դրական թվային հետ, թողնել ծնողներին նաև տեղեկացրել ենք որոշակի գործիքների մասին, որոնցով կարող են վերահսկել իրենց երեխաների գտնվելը համացանցային հարթակներում։ Մեդիագետ պիտի աշակերտներին դարձնենք հենց փոքր տարիքից, որովհետև հատկապես հիմա, երբ որ բոլորս ենք համացանցում, բոլորս ենք օգտվում մեդիայից, պիտի լինենք իրազեկված, պիտի լինենք իսկապես մեդիագետ։ Մեդիա-ակումբների առօրյան հագեցած է։ Ծրագրի անմիջական շահառու աշակերտները կազմակերպում են մեդիաշաբաթներ, իրենց կողմից պատրաստված իրազեկող թերթիկների եւ տեսանյութերի միջոցով իրազեկելով մեդիագրագիտության գործիքների մասին, հասակակիցներին փոխանցելով համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ գիտելիքներ, կատարած աշխատանքի արդյունքներն էլ ամփոփում են խաղ վիկտորինաներով։ Սովորեցինք, թե ինչ է թվային հետքը, դավադրությունների տեսությունը, ինչպես նաև ֆիշինգը, որը համարվում էր տվյալների կորզում։ Ինձ թվում է, սա պետք է յուրաքանչյուր մարդու պաշտպանված լինելու համացանցում։ Երեխաները խաղերի միջոցով ել ավելի կծանոթանան մեդիագրագիտությանը, կեղծ լուրերը կտարբերեն իրական լուրերից։ Ես իմ թիմին օգնել եմ տեսաֆիլմ պատրաստելու գործում։ Տեսաֆիլմի միջոցով մեր թիմը փորձել է իրազեկել 4-ից 11-րդ դասարանի աշակերտներին։ Մեդիա ակումբի անդամները կազմակերպել են տարբեր միջոցառումներ դպրոցի մյուս սովորողների համար։ Այսինքն փորձել են հնարավորինս լայն շրջանակ ընդգրկել, որպեսզի եւ ցածր դասարանի եւ միջին դասարանի աշակերտները ներգրավված լինեն։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, որ կարողացան տրամադրել դրամական միջոցներ ծրագիրն իրականացնելու համար։ Նաեւ շնորհակալ ենք գործընկեր դպրոցներին, Գեղարքունիքի մարզպետարանին ծրագրի անխոչնդոտ ընթացքը ապահովելու համար։ Ծրագրի շարունակականությունն ապահովելու է մենթորների աջակցությամբ դպրոցների համար մշակված մեդիա պլանը։ Հաջորդ ուսումնական տարում եւս ծնողների եւ աշակերտների շրջանում ամսական 1-2 միջոցառում է նախատեսվում։ Մեդիագետ ծրագիրն իրականացնում է Սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող եւ NEF Բելգիայի ու տեղական 4 հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ իրականացվող Strive ծրագրի մեդիագրագիտություն բաղադրիչով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։ Հետազոտական աշխատանքներ, զեկույցներ, ընթերցումներ, բեմադրություններ եւ գրքի նվիրատվություն։ Գեղարքունիքի մարզային գրադարանը 7 օր հյուրընկալել է Գավառ համայնքի հանրակրթական եւ արվեստի դպրոցների աշակերտներին։ Միջոցառումների շարքով կրկին կարևորում են գրքի դերը, ամրապնդում գրադարան-դպրոց կապը, հարստացնում դպրոցական գրադարանի ֆոնդը։ Գիրքը գիտելիքի, մշակույթի եւ լեզվի կրողն է, եւ մենք կարեւորում ենք այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլև կրթական մեծ նշանակություն ունեն։ Հանրակրթական դպրոցների աշակերտները հնարավորություն ունեցան իրականացնելու տարաբնույթ հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ, ոչ միայն դպրոցական ծրագրերով նախատեսված հեղինակներից, այլ նաեւ ծրագրերից դուրս։ Արևելագետ, հայագետ, լեզվաբան եւ հնագետ Նիկողայոս Մարի կյանքն ու գիտական գործունեությունն է հետաքրքրել մի խումբ աշակերտների։ Իրենք եկան մարզային գրադարան, Գավառի Գեղարքունիքի Պարկես Պետրոսյանի անվան մարզային գրադարան, իրենք ուսումնասիրեցին, իրենք տեղեկացան եւ ներկայացրեցին իրենց աշխատանքը, որը շատ ուսուցողական էր եւ ողջունելի։ Գրադարանում լինելը շատ հետաքրքիր բան է։ Մենք անցանք Մարի մասին, որը վրացի էր, բայց նա եկել էր Հայաստան, որպեսզի պեղումներ աներ տարբեր տեղեր, դա անի ճարտարապետական վայրերն էր եւ այլ տեղեր։ Նիկողայոս Մարը։ Նրանով էր հետաքրքիր, որ նա 46 տարի ստեղծագործել է եւ թողել է 500-ից ավելի ստեղծագործություններ։ Գրադարանի միջոցով մենք կարողանում ենք տարբեր գրքեր ուսումնասիրել, տարբեր ստեղծագործություններ։ Նա ծնվել է Քութայիսում, Վրաստան, 1864 թվականին, հայրը շոտլանդացի էր, մայրը վրացուհի։ Նիկողայոս Մարը մի գիտնական էր, որի միտքը խիստ անհանգիստ ու մշտապես որոնող։ Հաճախ նա ինքնաքննադատում, զարգացնում, երբեմն էլ մերժում էր իր իսկ արդասած դասախոսությունը։ Նա գրել է. «Անին գեղարվեստական հուշարձանների հարստությամբ միանգամայն բացառիկ
հրաշալի ճարտարապետության կենթանի թանգարան է։ 1915 թվականին Օվսեփ Օրբելու հետ մեկնում է Վան եւ ուսումնասիրում ուրարտական սեպագիր արձանագրությունները։ Ինքը դասախոսությունները անդադար փոխում է, եւ որ հարցնում են, ասում են, ինչու ես անդադար դու փոխում, ասում եմ, եթե ես 40 տարի նույն բանը պիտի մտածեմ, ուրեմն ես չեմ հարցել։ Հայաստանի մարզերը թեմայով բաց դաս են անցկացնում Գավառի համար 8 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Թումանյանական հեքիաթներն էլ բեմադրում են Կարմիր գյուղ, Գեղարքունիք եւ Գանձակ գյուղերի կրտսեր դպրոցականները։ Միջոցառումներին ներգրաված բոլոր կրթօջախները ստանում են Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության ծրագրով հրատարակված գրքերի կապոցներ։ Հիմի ինչ ես ասում։ Մենք էլ քեզ տեստիլ չենք։ Թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգել։ Դուր տանեք։ Որտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանալ։ Ամա։ Ինչ ամա։ Ամա, ես էլ եմ ուզում ձեր հետ գամ։ Վայ, մենք էլ ենք իմացել խելոքացել ես մարդ ես դավիթ։ Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները։ Զարթնել են շուտ, ելել ոտի։ Նախ կապել են իրենց գոտին, լվացել են պաղամբերում իրենց երեսն ու ձեռները։ Հետո միայն բարի լույս են իրար ասել եւ իրարից բարի լույս են սիրով լսել։ Անց է կենում շատ ժամանակ։ Ինչքան արդյոք, ինչ իմանանք։ Եղբայրները ձերանում են ու մի օր էլ շատ են քնում, ուշ վեր կենում։ Եվ ինչ, անկարծ մոռանում են նախ եւ առաջ կապել գոտին։ Առանց գոտու ելնում ոտի, բարի լույս են իրար ասում, բայց իրար ձայն էլ չեն լսում։ Հյուսիսից սահմանակից է Արագածոտնի մարզին, հարավից եւ արևմուտքից սահմանակից է Թուրքիային, արևելքից սահմանակից է Երևանին, Կոտայքին եւ Արարատի մարզին։ Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ, թե չէ, ոտքը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։ Տո եկեք, կացին աղբերը կատաղել է, ոտս կծեց։ Ունեմ չոբան աղբեր, ամանուտ ուր է, ամանուտ բեր, ինչ տեղից որ սիրտը տուզի, այս սհաթին քաշեն տանքես։ Տեսպես գլխիդ բերեմ, տես քո օրը ոնց սև անեմ։ Հաֆ, այ անամոտ, այ խապեպա, այ ավազակ, այսքան տարի առանց գդակ ման եմ գալիս, ջունի տակին թե անձրևին, այ անամոտ, այ խապեպա, այ գողկատու, բեղդ սրել վեր ես ընկել խանութը, տես քո գլխին ոնց եմ բերում սև մութը։ Կամի տատիկներով, կշորոր աշճուտիկներով, Գրադարանի բոլոր բաժինների մասնակցությամբ իրականացված մեկ շաբաթյա միջոցառումներն ամփոփվում են 2024 թվականի 3 լավագույն ընթերցողներին եւ նրանց ծնողներին պարգևատրելու արարողությամբ։ Գրադարանը շնորհակալագրեր է հանձնում ծնողներին իրենց երեխաների մեջ գրքի եւ ընթերցանության նկատմամբ սեր սերմանելու, կրթությանն ու գիտելիքին կարեւորություն տալու համար։